2014 թվականին Պետրո Պորոշենկոյի կողմից առաջարկ ներկայացվեց եւ Ուկրաինայի սահմանադրության մեջ փոփոխություն իրականացվեց այն մասով, որ Ուկրաինան ձգտում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, այսինքն Ռուսաստանին հակադիր բլոկի, հակադիր ռազմական բլոկի անդամ, որը բնականաբար ուղիղ սպառնալիք էր Ռուսաստանի համար։ Եվ թեպետ տարբեր միջոցներով փորձեր արվեցին կարգավորել այս հարաբերությունները, սակայն այն չստացվեց մինչև մեր օրեր 2020-ականներ եւ կա մի այսպիսի հայտնի փաստաթուղթ, որը հրապարակվել է 2021 թվականի դեկտեմբեր ամսին, որը հրապարակվել է Ռուսաստանի կողմից պաշտոնապես, կոչվում է այսպես, կարդամ հենց ռուսերենը. Договор между Российской Федерацией и Соединенными Штатами Америки о гарантиях безопасности։ Սա, ինչպես հասկանում եք, ռուս-ուկրաինական պատերազմի նախօրյակն էր, որտեղ ռուսները եւ ԱՄՆ-ին, եւ ՆԱՏՕ-ին, եւ Եվրամիությանը ասում էին, որ մեզ համար առանցքային է, որպեսզի Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, հանի սա իր սահմանադրությունից եւ ՆԱՏՕ-ն էլ պաշտոնապես երաշխիք տա, որ Ուկրաինան չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։ Այս փաստաթուղթը կոչվեց Պուտինի ուլտիմատում ԱՄՆ-ին եւ Ջո Բայդենի կողմից մերժվեց, հետագայում նաեւ մերժվեց պաշտոնապես ՆԱՏՕ-ի կողմից, երբ 2022 թվականի Բրյուսելյան գագաթաժողովին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասաց, որ բաց դռների քաղաքականությունից մենք չենք հրաժարվելու եւ բոլոր երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ունեն դրա սուվերեն իրավունքը։ Եվ հենց սրանից 1 կամ 2 ամիս անց Ռուսաստանը սկսեց իր լայնամասշտաբ գործողությունները։ Ուստի ես կարծում եմ, որ այս փաստաթղթում առկա ձևակերպումը, որ երկուստեք թե Ուկրաինան եւ թե ՆԱՏՕ-ն հրաժարվում են ինտեգրացիայից, սա հենց Ռուսաստանի առանցքային պահանջն է։ Հասկանալի է, որ այս ընթացքում Ռուսաստանը հնչեցրել է շատ այլ պահանջներ, որոնք կռվի դաշտի տեմպերով չի ստացվել ամրագրել, բայց այդուհանդերձ այդ հիմնական դրույթը կա եւ առկա է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը իր նախնական խնդրին հասել է։